նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նորից օրակարգ բերելը զուտ ներհայաստանյան քաղաքական պահանջարկ ունի։ Սա ոչ թե ներհայաստանյան քաղաքական պահանջարկ ունի, այլ սա արտաքին կողմնորոշում սպասարկող գործոն է։ Այսինքն այն ուժերը, որոնք դիրքավորվում են։ Իսկ այդպիսի սպասարկում արտաքինը պահանջում է իրենց։ Ես չեմ կարծում։ Ես չեմ գտնում, որ ասենք Արցախի հետ փոխկապակցված քաղաքական ուժերը, օրինակ, որոնք ուզում են վերականգնել այն, ինչ կորսված էր, կստանան Ռուսաստանի աջակցությունը, եթե Արցախի խնդիրի մեջտեղում լինի։ Ավելի հավանական եմ համարում, որ գուցե Ռուսաստանը աջակցի այնպիսի ուժերի, որոնք իրենց նախորդող պատմությամբ Արցախի հետ փոխկապակցված չեն որևէ կերպ։ Դե բայց ակնհայտ է, որ Ղարաբաղյան թեման նույնպես ուզում է տեղավորվել նախընտրական օրակարգ։ Բնականաբար այդ թեման Հայաստանում մեռած չէ եւ չի կարող մեռնել։ Ես խոսում եմ այն մասին, թե Մոսկվան դրան ինչպես կվերաբերվի եւ ում նախապատվությունը կտա նրանց, ովքեր Ղարաբաղյան թեմայի հետ կապակցված են եղել տասնյակ տարիների ընթացքում եւ խորհրդանիշ են նաեւ Արցախի անկախ պետականության կառուցման, թե նրանց, ովքեր այսօր Արցախի հետ կապված մտահոգություններ ունեն, մտածում են, որ արցախցիները կարող են եւ պետք է վերադառնան իրենց նախնյաց հայրենիքը, բայց պետականության հետ կապված արցախյան պահանջներ չեն դնում եւ դրա հետ փոխկապակցված չեն եղել իրենց անցյալով քաղաքական։ Բայց մի բան դա հավանաբար վերագրվում էր ռուս-ադրբեջանական լարվածությանը, ռուսական կողմի քարոզիչները նույնպես ամեն ինչ անում են տաքացնելու այդ թեման, արդեն հանգած թեման, Արցախի թեման։ Գիտեք, մի պահ եղավ, գուցե կհիշեք 15 թվականից մինչև 16-ի կեսերը, երբ ռուսական օդանավը ռազմական խփվեց Սիրիայի տարածքում թուրքերի կողմից, ինչ շան լափ էին թափում ռուս քարոզիչները Էրդողանի վրա։ Եվ գնդակոծվում էին այն նավթ տեղափոխող ավտոքարավանները, որոնք Սիրիայից նավթ էին տեղափոխում Թուրքիա վաճառքի համար եւ դրանով զբաղված էր էրդողանական մաֆիան։ Բայց 15-16 թվականներ, բայց տեսեք ինչ զարմանահրաշ շրջադարձ տեղի ունեցավ։ Ռուսաստանը փրկեց Էրդողանին հեղաշրջման զոհ դառնալու ճակատագրից եւ միանգամից մի տեսակ բոլոր հարցերը հարթվեցին, մոռացվեց Էրդողանի կողոպտիչ թալանչի լինելը, Սիրիայի եւ Ռուսաստանի թշնամի լինելը եւ մարդիկ բարեկամացան եւ երկրների նախագահների մակարդակով եւ միջպետական հարաբերությունները մինչեւ այդ Ռուսաստանը սպառնում էր թուրքական լոլիկի արգելքը երբևէ չվերացնել Ռուսաստան ներկրելու համար, բայց այստեղ այս կարգի խնդիրները մարտավարական են, կա ռազմավարական մակարդակ, որում կան նաև այլ մասնակիցներ բացի, ասենք Ռուսաստանից եւ Ադրբեջանից եւ այդ ռազմավարական մակարդակն է, որ թելադրող է լինելու եւ Մոսկվայի եւ Բաքվի համար։ Դե շատ համանման մի սցենար է, տարբերակ է այսօրվա հանդիպումը Ալիև-Պուտին Դուշանբեում։ Ճիշտն ասած, շատ հպանցիկ եմ տեսել, վերնագրերն եմ ընդհանրապես կարդացել, որևէ անակնկալ այստեղ չկա, շատ բնական ընթացք է, մարդիկ ինչ որ միջադեպերի արդյունքում ինչ որ գործողություններ են կատարում, միմյանց հանդեպ դժգոհություններ են հայտնում, բայց բոլոր դեպքերում փաստն այն է, որ այս դրվագը փոխադարձ հարաբերություններում ինչ որ սառը վերաբերմունքի ժամանակահատվածը կարծես թե էլի ժամանակավորապես կարող ենք սպառված համարել։ Մինչև հաջորդ նմանատիպ որևէ միջադեպը։ Որտեվ երկկողմ հարաբերություններում էլ այս կարգի պետությունները անդադ իրենց հնարավորությունների սահմաններն են շոշափելու։ Եվ այստեղ այդ սահմանները անգամ այն դեպքում, երբ որ Ադրբեջանն ու Ռուսաստանը համադրելի չեն իրենց մասշտաբներով, թե տարածքի, թե ռեսուրսների,
Այնուամենայնիվ, քանի որ կա ռազմավարական մակարդակը, որին մասնակցում են նաև այլ պետություններ, այդ անհամապատասխանությունը շտկելի է եւ այստեղ բալանսը պահելու համար շահագրգիռ են նաև այլ երկրներ, որոնց պլանները զուտ երկկողմ հարաբերությունների շրջանակներում չեն տեղավորվում։ Այդ դրա համար պետք է հասկանալ, ինչքանով է դա առնչվում մեզ։ Ռուս-ադրբեջանական սառեցումը, ես կարծում եմ, մեզ առանձնապես չի առնչվում։ Եվ սա, ինչպես ես նկարագրեցի Թուրքիայի տարբերակը, որ ռուս-թուրքական հարաբերությունները ինչպես շիկացան 15-16 թվականներին, հետո անցան բարի դրացիության մակարդակի, նույնը Ադրբեջանի հետ է լինելու, ընդ որում այս իրավիճակը կարող է պարբերաբար կրկնվել, որտեղ բացի գլոբալ ռազմավարական մակարդակից պետությունները բոլոր դեպքերում ձգտելու են իրենց հնարավորությունների եզերքը ընդլայնել ուրիշների հաշվին բնականաբար, տեսնեն որտեղ կարող են դիմադրություն ցույց տալ, այնտեղ առաջ չեն գնա, իսկ որտեղ որ դատարկություն կգոյանա, այնտեղ կփորձեն ամրացնել իրենց դիրքերը։ Դե հա, ձեր ասացի կոնտեքստում կարևոր է հասկանալ, Ռուսաստանը ինչ ռեսուրս ունի հայ-ադրբեջանական կարգավորմանը միջամտելու։ Այսօր այդ ռեսուրսը փոխանցված է Մոսկվայից Վաշինգտոն։ Եվ այդ առումով Ռուսաստանը կմիջամտի կամ կկարողանա միջամտել այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները այս կարգավորման գործընթացի հանդեպ իրենց հետաքրքրությունը կորցնեն, եթե կորցնեն։ Կա այդպիսի ռիսկ։ Այո, կարող են խնդիրներ լուծել նույն Իրանի հետ կապված, օրինակ, եթե Իրանում Իսրայելը եւ Միացյալ Նահանգները հասնեն իրենց նպատակին եւ այնտեղ փոխվի կառավարող ռեժիմը, այդ դեպքում հնարավոր է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հանդեպ ներկայիս հետաքրքրությունը զերոյացվի։ Ոստի այս կարգի սցենարի հետ կապված եւս Հայաստանի գործող իշխանությունը պետք է իր աչքի առաջ սեփական մոտեցումները, մշակումները ունենա, որտեղ Իրանի դեպքում կարող է զարգացումների մի քանի սցենար լինել, որոնցից մեկը լինի Իրանի տրոհումա մասերի, այդ թվում նաև թուրքաբնակ հյուսիսը առանձնանա, այդ դեպքում նաև Թրամփի ուղու իմաստը կկորի բոլորի համար, որտեղ այսօրվա իմաստը այդ ուղու Նախճիվանը Ադրբեջանին կապելն է իրականում։ Իսկ Ադրբեջանի համար ամբողջ իմաստը սա է, Թուրքիայի համար եւս։ Ուրիշ շահ այդ միջանցքը ճանապարհը ուղին կսպասարկի այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները ցանկանան, որ այս միջանցքը աշխատի գլոբալ տարանցիկ ապրանքափոխադրումներ կազմակերպելու համար կամ այդ ապրանքափոխադրումները կասեցնելու համար։ Այդ դեպքում ռազմաքաղաքական նշանակությունը այդ ճանապարհի իսկապես կլինի կարևոր, մինչև եթե Իրանը չփլուզվի, տարածքային առումով չքայքայվի։ Բաքուն եւ Երևանը հաստատակամորեն հայտարարում են, որ հակամարտությունն ավարտված է։ Դա Վաշինգտոնի ազդեցությունն է, թե իսկապես ինչ-որ մի բան։ Ես կարծում եմ առաջին հերթին իհարկե դա այն մոտեցումն է, որը պնդում են Վաշինգտոնից։ Եվ դա աջակցություն է նախագահ Թրամփի այսպես խաղաղասիրական գործունեությանը, բայց ոչ մի երաշխիք չկա, այսինքն 1-2 տարի հետո կարող է իրավիճակը կտրուկ փոխվել։ Անկամ եթե ոչ հիմա Թրամփի պաշտոնից հեռանալուց հետո կարող է փոխվել։ Եվ չկա որևէ բան, որը կզսպի կողմերին նոր պատերազմի մեջ անկղմվելու հեռանկարից կամ ցանկությունից։ Այսինքն Հայաստանում ընտրությունները հավանաբար կկայանան այս անորոշ իրավիճակում։ Կրկին Իրանի ճակատագրից է կախված Հայաստանում ընտրությունների ընթացքը։ Իսկ եթե այնտեղ բան չփոխվեց, ապա այս իրավիճակը կպահպանվի եւ հավանաբար Փաշինյանը կունենա արտաքին աջակցություն, ընդ որում այդ աջակցությունը նաև դրսևորվում է
Ադրբեջանի հետ սահմանագոտում հարաբերական խաղաղության առկայությամբ, որը էական է։ Իհարկե, եւ պատահական չէ։ Հետո էլ այդպես լինի իհարկե։ Այդ հետոյի պատմությունը։ Էականը հիմա նախընտրական փուլում, այսինքն գործող իշխանության համար դա էական է, մեծ հաշվով դա Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանություններին ցուցաբերվող աջակցություն է։ Նաև սա աջակցություն է Թրամփի խաղաղարար նախաձեռնություններին, այսինքն այստեղ էլի մի քանի ցանկացած գործողության մեջ մենք կարող ենք մի քանի շերտ առանձնացնել եւ տեսնել։